Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների նոր ալիք։ Թեհրանում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել։ Իսկ մամուլում լուրեր են տարածվել, որ Իրանի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ալի Խամենեի որդին Մոջթաբա Խամենեին է։ Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը, բայց ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդին ողջ է եւ այժմ զբաղվում է զոհվածների ընտանիքներին վերաբերող հարցերով եւ քննարկում կառավարության կարևոր հարցերը։ Ի դեպ, իրանական Ֆարս լրատվականը հայտնում է, որ Ալի Խամենեին կուղարկավորեն հայրենի Մաշհադում։ Իսկ ինչպես կարողացավ Իսրայելը սպանել գերագույն հոգևոր առաջնորդին։ Միթե դա հնարավոր է անել մեկ օրում։ Պարզվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի սպանությունից տարիներ առաջ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների ցանցը նրան, նրա թիկնապահներին եւ Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու համար։ Իսրայելը հասանելիություն է ունեցել մայրաքաղաքի գրեթե բոլոր տեսախցիկներին։ Այդ միջոցով ստացված տվյալներն էլ թույլ են տվել իսրայելական Մոսադին ձեռք բերել մանրամասն տեղեկություններ թիկնապահների հասցեների աշխատանքային գրաֆիկի մասին։ Տարիներ շարունակ իրականացված հետախուզական արշավից հետո Մոսադին հաջողվել է իրականացնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը։ Իսկ ինչ է Մոսադը եւ ինչ է թաքնված հրեական այս ազդեցիկ կազմակերպության ստվերում, Սեդա Գյուրեխյանն է ներկայացնում։ 1960 թվական, Բուենոս Այրես։ Մերսեդես-Բենցի բարձրաստիճան աշխատակից Ռիկարդո Կլիմենտեն թույլ է տալիս չարաբաստիկ սխալ, ուշանում է ավտոբուսից։ Սովորական պատմություն է, չէ՞։ Բայց Ռիկարդոն չէ, այլ Ադոլֆ Այխմանը, հոլոքոստի ճարտարապետը, եւ այս ուշացումը դառնում է ճակատագրական։ Նրան առևանգում են եւ տեղափոխում ամայի շինություն, հարցաքննում են 9 օր ինքնությունը պարզելու համար, եւ նա խոստովանում է։ Գաղտնի գործակալը նրան ստիպում է ստորագրել համաձայնություն Իսրայել տեղափոխվելու համար, սակայն ինչպես տեղափոխել աշխարհի ամենավորոնվող հանցագործին՝ մյուս մայրցամաք։ Համարձակ եւ միաժամանակ աբսուրդային լուծմամբ նրան հագցնում են Էլ-Ալավիա ընկերության աշխատակցի համազգեստ, նստեցնում ինքնաթիռ եւ դուրս բերում Արգենտինայից, առանց կասկած հարուցելու։ Տեղափոխվենք ավելի քան 6 տասնամյակ առաջ, 2026 թվական, Իրան։ Տարիներ շարունակ Թեհրանի քաղաքային տեսախցիկները գտնվում են թշնամի պետության հատուկ ծառայությունների վերահսկողության տակ։ Դեռ 4-5 տարի առաջ պլանավորվում է սպանություն, որը փոխելու է տարածաշրջանի ճակատագիրը։ Փետրվարի վերջին օրը հրթիռակոծվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը։ Տարբեր դարեր, տարբեր մայրցամաքներ, բայց նույն ձեռագիրը՝ Մոսադ, աշխարհի ուժեղագույն արտաքին հետախուզական ծառայություններից մեկը։ Նրա գործունեության հիմքում մեկ սկզբունք է. սպառնալիքը պետք է վերածվի դեռևս ձևավորման փուլում։ Վերջին տասնամյակում Իսրայելը համաշխարհային ցանցերում ֆիզիկական ներկայությունը փոխարինել է վիրտուալ ներկայությամբ։ Լսած կլինեք Pegasus վիրուսի մասին։ Դրա ստեղծողը իսրայելական NSO գրուպն է, որը գործում է Իսրայելի պետական արտոնագրի ներքո։ 2021-ին աշխարհի շուրջ 80 լրագրողներ 17 լրատվամիջոցներից բացահայտել էին Pegasus-ի թիրախում են հայտնվել 50,000 հեռախոսահամարներ, որոնց մեջ էին Էմանուել Մակրոնի, Հնդկաստանի ղեկավարության, սպանված արաբ լրագրող Ջամալ Խաշոգջիի ամբողջ շրջապատի բջջային համարները։ Սա դարձավ լուրջ քաղաքական սկանդալների պատճառ։
Քաղաքական սկանդալները սակայն հեշտությամբ չեն հարթվում։ 1970-ականներին Մոսադը եվրոպական մայրաքաղաքներում, Փարիզում, Աթենքում, Հռոմում, Նիկոսիայում մասսայական սպանություններ էր իրականացնում։ Գործակալները սպանում էին պաղեստինցիներին, որոնց կասկածում էին օլիմպիական խաղերին հրյա ատլետների սպանության համար։ Հետագայում արտահոսած փաստաթղթերը ցույց տվեցին, որ այդ գործողությունները հաճախ իրականացվել են առանց ընդունող երկրի պաշտոնական թույլտվության, ինչը լրջորեն սրեց Եվրոպայի և Իսրայելի հարաբերությունները։ Թվում է միասնական և անխոցելի համակարգ, սակայն միֆականացված կերպարը ճաքեր ունի։ Մոսադի միֆականացման միջոցով կառույցի անհաղթահարելի կերպարի ստեղծումը Համասի հարձակման ժամանակ չարդարացրեց իրեն, Reuters-ն էր բացահայտել։ Իսրայելի Մոսադը փաստացի ձախողել էր, չկարողանալով կանխարգելել 2023-ին Գազայի վրա Համասի հարձակումը։ Մոսադի պատմությունը ցույց է տալիս, երբեմն մեկ ուշացում, մեկ գործողություն կամ մեկ սխալ կարող է փոխել պատմության ընթացքը։ Ավելի քան կես դար անց նույն կառույցը շարունակում է գործել նոր տեխնոլոգիաներով և նոր մեթոդներով։ Պետական համակարգին ենթակա լինելով այն շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր դերակատարներից մեկը։ Սեդակ Յուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Թեհրանում հրթիռակոծված դպրոց է այցելել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ու հանդես եկել ասուլիսով։ Բաղային շեշտել է, որ Խամենեին մնացել է իր աշխատավայրում Թեհրանի սրտում, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը խոսում էին անխուսափելի հարձակման մասին։ Նա զոհաբերել է իրեն հանուն Իրանի, ասել է խոսնակը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը եվրոպական երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ Իսրայել-ԱՄՆ համատեղ գործողությանը մասնակցելուց, շեշտելով, որ Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես դաշինք Իսրայելի և ԱՄՆ-ի հետ և պատերազմ Իրանի դեմ։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողությունների մեկնարկից և Թեհրանի հակահարվածից 4 օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ստեղծված վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում է Իրանը։ Մակրոնի խոսքով Իրանը զարգացրել է վտանգավոր միջուկային ծրագիր, ստեղծել բալիստիկ միջոցներ և աջակցել տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակից։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, օդուժ և հոբ համակարգ։ Եթե ես չխզեի Օբամայի ստորագրած միջուկային համաձայնագիրը, Իրանն արդեն ոչնչացրած կլիներ Իսրայելը և այլ երկրներ։ Իսրայելը մեզ չի ստիպել գործողություններ սկսել Իրանի դեմ։ Մենք բանակցել ենք այդ խելագարների հետ և ես զգացողություն ունեի, որ նրանք առաջինը կհարձակվեն։ Իսկ Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը շուտով ստիպված կլինեն դադարեցնել կրակը։ Նրա խոսքով Իրանի ռազմական հնարավորությունները, սպառազինությունն ու զինվորների պատրաստակամությունը կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը այլ ելք չունենան և ստիպված կլինեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի կառավարական շենքերին, այդ թվում նախագահի նստավայրին։ Հարվածի տակ է հայտնվել նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքը և Իրանի բարձրագույն ղեկավարության հավաքատեղին։ Պաշտոնյաների սպանության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, բայց լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի պաշտպանության նախարարը, որը երեկ էր նշանակվել Նասիր Զադեի սպանությունից հետո։ Այս ֆոնին Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ յուրաքանչյուր հրամանատարի համար որոշվել է առնվազն 3 իրավահաջորդ։ Իսկ Իրանն այս փուլում խաղի մեջ է դրել իր տնտեսական և քաղաքական զենքը՝ Հորմուզի նեղուցը։ Արդեն 2 օր է նեղուցը փակ է։ Այն ռազմավարական ջրային ուղի է, որով անցնում է աշխարհում արտահանվող նավթի զգալի մասը։ Որն է Իրանի ուղերձը և ինչու փակվեց Հորմուզը, ռեպորտաժում։ Հորմուզի նեղուցը փակվեց ճիշտ այն պահին, երբ Թեհրանի երկնքում լսվեցին առաջին պայթյունները և գործի դրվեց հոբ համակարգը։ Ռազմական գործողությանը զուգահեռ Իրանը աշխարհին ուղարկեց ոչ միայն հրթիռային, այլև հստակ քաղաքական ուղերձ։ Հորմուզի նեղուցը աշխարհի էներգետիկ ամենազգայուն և կարևոր կետերից է։ Սա Իրանի ռազմավարության մասն է, որը կարելի է անվանել նաև զսպման ռազմավարություն, ինչ իրենից ենթադրում է
այնպիսի գործողություններ, որոնք կառաջացնեն հնարավորինս մեծ հակազդեցություն գերիշխող ուժի նկատմամբ։ Այս պարագայում գերիշխող ուժը Միացյալ Նահանգներն է, որի նկատմամբ Իրանի գործիքները, հակազդման գործիքները հիմնականում եթե հրթիռային են, ապա ավելի փափուկ գործիքների մասին եթե խոսենք, ապա ավելի փափուկ գործիքներից կամ ոչ ռազմական գործիքներից մեկը հենց էներգակիրների ճանապարհի փակումն է։ Այս նեղուցը Թեհրանի ձեռքում վաղուց դիտարկվում է որպես ռազմաքաղաքական ճնշման գործիք, որը գործի է դրվում այն պահին, երբ Իրանը ցանկանում է ուղիղ եւ բարձրաձայն մեսիջ ուղարկել աշխարհին։ Իրանի հիմնական շահը այնստեղ հստակ է ցույց տալ, որ պատերազմը կարող է դիտարկվել ոչ միայն Իրանի եւ Միացյալ Նահանգների համատեքստում, այլև վերածվել գլոբալ անվտանգության խնդրի։ Հորմուզի նեղուցի փակմամբ Թեհրանը փաստացի հայտարարում է, որ եթե հարվածում են Իրանին, ապա դրա հետևանքները կարող է զգալ ամբողջ աշխարհը։ Պատերազմ է գնում Իրանի դեմ եւ Իրանը գնում է բոլոր հնարավոր քայլերին։ Քայլերից մեկը նաեւ Հորմուզի փակելն է, որը այսինքն պատերազմ է առանց որևէ կանոնների։ Այստեղ մեսիջի, այստեղ Իրանի գոյության խնդիրն է եւ Իրանում կա ղեկավարություն, կորպորատիվ ղեկավարություն, որը պատրաստ է ամեն ինչին։ Ինչ եմ ասում կորպորատիվ ղեկավարություն, որտեղ Իրանի ղեկավարությանը հերթական անգամ սպանելով, այսինքն սպանելով ռազմական ղեկավարներին, քաղաքական ղեկավարներին, հոգևոր ղեկավարներին, բայց այնուամենայնիվ Իրանը չի կորցնում իր կառավարման համակարգը, այսինքն սա խորքային պետություն է, եւ այդ խորքային պետությունը պատրաստ է գնալ ամեն ինչի։ Նեղուցի փակումը նաև ներքին քաղաքական հաշվարկ է պարունակում։ Իրանի իշխանությունները դրանով ցույց են տալիս սեփական հասարակությանը, որ երկիրը ոչ թե պաշտպանվում է, այլև վերահսկում է իրավիճակը եւ կարող է թելադրել խաղի կանոնները։ Սա կարևոր է հատկապես երկարատև ճգնաժամի պայմաններում իշխանության լեգիտիմությունը պահպանելու համար։ Դրանից զատ նեղուցի փակումը Իրանի ռազմավարության մաս է Միացյալ Նահանգների ազդեցությունը նվազեցնելու համար։ Իրանի թիվ 1 խնդիրը այս պահին ներհասարակական համերաշխության ապահովումն է։ Հիմա բնականաբար հաղթող կամ գոնե թե հաղթանակի հույս ունեցող հասարակությունները արագ են մոբիլիզացվում իրենց իշխանությունների նկատմամբ, իսկ այն հասարակությունները, որոնք վստահ են, որ կա պարտություն, նրանց մոբիլիզացնել տվյալ իշխանության շուրջ բավականին դժվար է։ Դանիելյանի վերլուծությամբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատրաստ չեն երկարատև պատերազմի, իսկ Եվրոպան զգալիորեն կախված է էներգակիրներից, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում։ Հորմուզի նեղուցի փակումը նրա գնահատմամբ միայն տնտեսական կամ ռազմական քայլ չէ, դա համադրություն է զսպման, ուժի ցուցադրման եւ քաղաքական ուղերձի, որն ուղղված է ամրապնդելու Իրանի դիրքը եւ տարածաշրջանում եւ գլոբալ քաղաքական խաղերում։ Մենք չգիտենք այս ամեն ինչը ինչով կվերջանա, բայց կարծում եմ երկարատև պատերազմի ռեսուրսներ, այնուամենայնիվ Արևմուտքը եւ Իսրայելը, առաջերտին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չունեն։ Եթե սա մի քանի շաբաթ տևի, ապա ես կարծում եմ Իրանը չնայած մեծ կորուստներով, բայց կկարողանա պահպանել իր պետականությունը։ Հորմուզի նեղուցի փակումը դարձել է Իրանի ռազմավարական ազդանշանը, որը համադրում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական բաղադրիչները։ Դրանով Թեհրանը ցույց է տալիս, որ ոչ միայն վերահսկում է սեփական տարածքը, այլև կարող է ուղղորդել գլոբալ գործընթացները, ընդգծելով իր դիրքը տարածաշրջանում եւ միջազգային քաղաքական դաշտում։ Փորձագետները կարծում են, որ այս քայլը ուղերձ է թե ներքին լսարանին, թե արտաքին կողմերին։ Այն ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները իր պետականությունն ու ռազմավարական շահերը պաշտպանելու համար եւ որ աշխարհի խոշոր խաղացողները ստիպված են հաշվի նստել այդ պատրաստակամության հետ։ Լիբանանը մնում է Իսրայելի հիմնական թիրախներից մեկը։ Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 50, վիրավորվել 335 մարդ։ Իսրայելական հարվածներից հետո սոցիալական ցանցերում հրապարակվել են ավերված շենքերի կադրեր։ Լիբանանում բնակիչները լքում են տները, իսկ ինչ վիճակ է հայերի շրջանում։ Գործընկերը զրուցել է լիբանանահայ Ծովակ Թազյանի հետ։ Հարավային Լիբանանի մեջ արդեն գացությունը այնքան կեշ է, որ ժողովուրդը սկսավ
լքել իր բնակարանները եւ ուղղվել դեպի ավելի ապահով շրջաններ եւ ցավալի էր այն վիճակը, որ երեք այսինքն դեպի հարավային Լիբանանեն դեպի Բեյրութ խջողումը անդանելի էր եւ ժողովուրդը դժբախտաբար ապահովական այդ լարված մթնոլորտի մեջ ստիպեցան ժամերով մնալ ճամփաներում մեջ եւ որբեսի հասնին Բեյրութ, որբեսի հասնին ավելի ապահով շրջաններ։ Քաղաքականներուն թիվը շատ մեծ է, հայեր չկան այդ շրջաններում մեջ, հայերը ավելի կենտրոնական Բեյրութի եւ դեպի հյուսիսային Լիբանանի շրջաններում մեջ են ավելի եւ Բեկա անշուշտ, սակայն դակավին այս շրջանները մասամբ ապահով են եւ հայկական շրջանները դրված լալով որ այդ տեղերն են, այդ շրջաններում մեջ են, դակավին մասամբ կրնան կսել ապահով են ոչ անշուշտ 100-100 Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն էլ հայտնել է, որ Իրանի հայ համայնքի հետ շուրջօրյա կապ պահպանելը դժվար է, կապի խափանումների պատճառով։ Վերջին տվյալով հայերի շրջանում տուժած կամ զոհ չկա։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին պաշտոնական Երևանի կեցվածքը չի փոխվում։ Իշխանությունը շարունակում է սահմանափակվել հայտարարություններով։ Մինչդեռ Թեհրանը բաց տեքստով ասում է. Իրանում տեղի ունեցողն ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Ազգային ժողովի նախագահի խոսքով Հայաստանը շարունակում է մնալ խաղաղ շնորհիվ ներկայիս իշխանության քաղաքականության։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնեմ, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի, դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում։ Երեք ազգային ժողովում քննարկման գլխավոր թեմաներից մեկը բնակիչների մատակարարվող ջուրն էր կամ դրա անջատումը։ Պարզվում է, ամռան շոքին անջուր մնալուց խուսափել այդուամենայնիվ չի ստացվի։ Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ թե 7, այլ 3-ից 4 ժամով։ Նիստին հետևել է Սեդա Մակարյանը։ Ամռան ամիսներին Հայաստանում ջրանջատումներ ամեն դեպքում կլինեն 7 ժամվա փոխարեն 3 կամ 4 ժամ։ Ազգային ժողովում Էրջրային կոմիտեի նախագահը փորձում էր փարատել ընդդիմադիր պատգամավորների կասկածները։ Օրինակ, ինչպես ստացվեց, որ կառավարության միջամտությունից հետո հայտարարեցին ջրամատակարարման ժամանակացույցը կվերանայեն։ Օհրաշք կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց. Այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը նա կառավարության զանգով դες կարգավորվում։ Արդյոք սա մանիպուլյացիա չի։ Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Ու մինչ ընդդիմությունը փորձում էր գուշակել, թե ինչպես ստացվեց կուտակված խնդիրները կառավարության մեկ զանգով լուծել, իշխանության ներկայացուցիչները շրջանցելով այդ հարցի պատասխանը գնդակն այլ դաշտ էին տանում։ Գիտեք ինչն է սպանիչ։ Այսա ասեմ ինչն է սպանիչ, որ օրինակ ձեր գործընկերոջից դաշնակցական Լևոն Մկրտչյանից ով եղել է կրթության եւ գիտության նախարար, երկարամյա ապօրինի գույքով դատախազությունը պահանջում է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ դրամից ավելի գումար։ Այդ է սպանիչ։ Նիստի օրակարգում 26 հարցերի շարքում էր նաև ԿՊԱ-ական Թագուհի Ղազարյանի ու Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով պատգամավորները ցանկանում են եկեղեցիները հանձնել կառավարությանը։ Ըստ նախագծի հեղինակների օրենքը թույլ կտա խուսափել եկեղեցիների օտարման գործընթացից։ Սա ենթադրյալ եւ վարկաբեկիչ թեզ է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին երբեք որևէ հուշարձան չի օտարել եւ ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության եւ մշակույթի որևէ անշարժ պաշտամունքային կառույց։ Երկրորդ,
Օրինագիծը իմաստազուրկ է եւ չի նախատեսում գործնական արժեք ունեցող իրավական կարգավորում, քանի որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկը իրավասու չէ փոխել անկախ վերջինի սեփականության ձևից։ Ազգային ժողովի միջանցքում էլ զրույցները երկրի արտաքին ու ներքին օրակարգի մասին էին։ Նախ ներքինի մասին։ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում մյուս ազգային ժողովի կազմը։ Ազգային ժողովի նախագահը հունիսի 7-ից հետո ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահի գլխավորած քաղաքական ուժերին ազգային ժողովում չի տեսնում։ Քոչյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու, 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից 2-ը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է։ Սիմոնյանն անդրադարձավ նաև կաթողիկոսի դեմ արշավին ու նշեց, իրենք շարունակելու են գործընթացը, դադար չեն վերցնելու, անգամ քարոզարշավի շրջանակում։ Ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետքա գնամ պատարակների։ Ու մինչև հարավում ու հյուսիսում պատերազմներ են, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանում խաղաղություն է հաստատել իրենց իշխանությունը Ադրբեջանի օգնությամբ։ Սեդամակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։